Ռաֆի Հովհաննիսյանը որևէ կերպ չի ցանկանում մեկնաբանել Գագիկ Ծառուկյան Սերժ Սարգսյան շաբաթօրյա հանդիպումը, փոխարենը հիշեցնում է, որ հենց ինքն է ժողովրդի հավաքական թեկնածուն։ Որպես հավաքական թեկնածության մի փոքր մասնիկ, որ ասելու է, որ մենք արդար, ազատ եւ հայ ժողովրդին պատկանող երկիր բերելու ենք, թե մեր հարկարժան մրցակիցները իշխանական դիմադիր ինչ որոշեն, դա իրենց ինքնիշխան դիրույթից է։ Անկախ առաջադրվող թեկնածուների քանակից եւ նրանց շանսերից Ռաֆի Հովհաննիսյանը պատրաստ է մրցակցել բոլորի հետ։ Կարծում եմ, որ ժողովրդի ձայնը, որ կհաղթի կունենանք նոր հանրապետություն, նոր նախագահով եւ ի վերջո մի իշխանության, որ ոչ թե վերևից իշխում է, այդ ծառայում է։ Առաջին անգամ նախագահական ընտրություններին մասնակցող թեկնածուն վստահ է, որ 2013 թվականի ընտրությունները կլինեն արդար, ինչպես չեն եղել նախորդ 20 տարիների ընթացքում։ Ես պարտավոր եմ իմ մասնակցության ոչ թե միացյալ կամ հավաքական թեկնածու դառնամ։ Ես ուզում եմ, որ հայ ժողովրդի Հայաստանի քաղաքացիների գերակշիռ մեծամասնության թեկնածուն դառնամ։ Պարոն Հովհաննիսյանը հույս ունի, որ Սերժ Սարգսյանը հավատարիմ կմնա ազատ եւ արդար ընտրություններ ապահովելու խոստմանը։ Որ ասում է միջազգային չափանիշներին համապատասխանող ընտրություններ, ես շատ ուրախ կլինեմ, եթե այդպես լինեն։ Հակառակ դեպքում ըստ Ժառանգություն կուսակցության առաջնորդի քաղաքացիները պարզապես կժայթքեն։ Հայաստանի շարքային քաղաքացին, լինի մայրաքաղաքում, այլ քաղաքներում, Վանաձորում, Գյումրիում, գյուղերում, այլ մարզերում, ինքը պիտի որոշի այսպես շարունակել, յոլա տանել, բողոքել սեփական ճակատագրիստը, ի վերջո հասկանա, որ ընտրությունը իր ձեռքում է։ Տաթևիկ Ազիզբեկյան, Կարեն Չիլինգարյան, IPFM։